Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը լի է աննկարագրելի լարվածությամբ, ճակատագրական թյուրիմացություններով և այնպիսի դաժան շրջադարձերով, որոնք էլ ավելի են խճճում մեր հերոսների կյանքը։ Իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Սերիալում ամեն ինչ շարունակում է պտտվել Ավոյի անվերջանալի ստերի, հեքիաթների ու խարդավանքների շուրջ։ Նա վերածվել է իսկական քաոսի գեներատորի, ով բոլորի միջև անիմաստ կռիվ ու թշնամանք է գցում։ Դավիթի և պապիկի հարաբերությունները հասել են ահավոր լարվածության գագաթնակետին։ Դավիթը պարզապես չի կարողանում ներել, որ պապիկն իրենից գաղտնի Ավոյից գումար է վերցրել իր և Նարեի վարկը փակելու համար։ Իսկ Ավոն, օգտվելով առիթից, հիմա իրեն իսկական թագավոր է զգում Սարգսյանների տանը, հպարտանալով, որ գոնե ինչ-որ հարցում պետք եկավ իր հորը։ Սակայն այս թեժ ու նյարդային քննարկման պահին տեղի է ունենում անսպասելին։ Նրանց բակ է ներխուժում Վովան։ Տեսնելով Ավոյին, Վովան նախ ուրախանում է, որ վերջապես գտավ նրան, և անմիջապես խիստ պահանջ է դնում ընդմիշտ հեռու մնալ իր մորից։ Երբ Ավոն իրեն հատուկ լկտիությամբ մերժում է այդ պահանջը, Վովան չի դիմանում և ուժգին բռունցքով հարվածում է նրան։ Այս միջադեպը վերածվում է իսկական քաոսի։ Վովայի ու Դավիթի միջև ևս սկսվում է լուրջ ընդհարում, ինչի արդյունքում Դավիթը պարզապես դուրս է շպրտում Վովային իրենց տանից։ Դավիթ պապիկը, տեսնելով այս համատարած ատելությունն ու ագրեսիան, ահավոր լարվում և ճնշվում է։ Ավոն հեռանում է Սարգսյանների տանից, բայց նրա նենգությունն այսքանով չի ավարտվում։ Ճանապարհին նա պատահաբար նկատում է Օլգային ու սկսում է հետապնդել նրան, անմիջապես կռահելով, որ Օլգան ուղևորվում է Դավիթ պապիկի մոտ ողջ ճշմարտությունը պատմելու համար։ Հասկանալով վտանգի լրջությունը, Ավոն ուժով ստիպողաբար Օլգային նստեցնում է իր մեքենան ու սկսում ամեն կերպ համոզել ու ճնշել նրան, որպեսզի նա հետ կանգնի այդ մտքից, թեև Օլգան խիստ մարտական է տրամադրված։ Եվ ահա ճակատագրի դաժան հեգնանքով հենց այս լարված տեսարանին պատահաբար ականատես է դառնում փողոցով զայրացած քայլող Դավիթը։ Տեսնելով Օլգային Ավոյի մեքենայում, Դավիթը հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Նա սխալմամբ եզրակացնում է, որ Օլգան իրականում դեմ չէ Ավոյի հետ հարաբերություններին և պարզապես խաղ է խաղում բոլորի գլխին։ Սա էլ ավելի է խորացնելու անվստահությունն այս ընտանիքներում։ Մինչ Հայաստանում ինտրիգները եռում են, Գրիշոն Գերմանիայում փորձում է շտկել իր սխալները։ Հասկանալով, որ ինքն անիմաստ բորբոքվել ու անարդարացիորեն մեղադրել էր Մանանին, նա զանգահարում է կնոջը հանգիստ խոսելու և հաշտվելու հույսով։ Սակայն Մանանը գտնվում է ծայրահեղ ծանր հոգեվիճակում, Իննայի ռեստորանում Մաշի հետ ջերմ շփումը տեսնելուց և սկեսրոցշից ապտակ ստանալուց հետո։ Նա մի լավ կոպտում է Գրիշոյին, դաժանաբար հայտարարելով, որ թող նա գնա ու տիրություն անի Մաշին և իրենց ապագա որդուն, իսկ իր Մանանի մասին ընդմիշտ մոռանա, ինչից հետո անջատում է հեռախոսը։ Գրիշոն ահավոր նեղվում է այս խոսքերից և անմիջապես զանգում մորը, պարզելու, թե ինչ է կատարվում։ Իննան սառնասրտորեն հաստատում է Մանանի խոսքերն ու հպարտությամբ հայտնում, որ Մաշն ինքն է եկել հանդիպման, հայտնելու իրենց ապագա երեխայի արական սեռը։ Կողքից միջամտում է նաև Հունանը, Գրիշոյին հորդորելով վերջնականապես մոռանալ Մանանի գոյության մասին, վերադառնալ և տեր կանգնել իր նոր ընտանիքին ու ապագա որդուն։ Գրիշոն անջատում է հեռախոսը, բայց նրա հոգում փոթորիկ է։ Այս ամենն իրեն բացարձակապես դուր չի գալիս, քանի որ նրա սիրտը պատկանում է միայն Մանանին, և նա խորապես զղջում է իր գործած անդառնալի սխալի համար։ Եվ վերջապես սերիալի ամենաշոկային ու վտանգավոր զարգացումը։ Արտյոմը նստած իր աշխատասենյակում սառը դատողությամբ վերլուծում է իրավիճակը։ Նա շատ լավ հասկանում է, որ եթե Հունանը լիովին ապաքինվի ու վերադառնա իր սովորական կյանքին, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում իրեն կոչնչացնի։ Ուստի Արտյոմը որոշում է առաջ ընկնել և վերջնականապես զրոյացնել Հունանին։ Իմանալով Հունանի թույլ կետը, նա հասկանում է, որ պետք է թիրախավորել Իննային։
Հաջորդ օրը Հունանին վերջապես դուրս են գրում հիվանդանոցից։ Թվում էր ամեն ինչ պետք է խաղաղվեր, բայց ուշ երեկոյան Հունանը հանկարծ զգում է, որ տևական ժամանակ է Իննան չկա։ Նա սկսում է անհանգստացած փնտրել կնոջն ամբողջ տնով ու բակով, բայց ապարդյուն։ Իրականությունն ավելի քան դաժան է։ Արտյոմի վարձկաններն արդեն առևանգել են Իննային, պահում են անհայտ վայրում և անխղճորեն տանջում են նրան։ Մենք ականատես ենք լինում անողոք պատերազմի նոր փուլի, որտեղ խղճահարությունն այլևս տեղ չունի։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, ինչ քայլերի կդիմի Հունանը, երբ հասկանա, որ իր կնոջը Իննային առևանգել և խոշտանգում են Արտյոմի մարդիկ։ Եվ արդյոք Արտյոմը կսպանի Իննային։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններ բաժնում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը։ Եվ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հաջորդ ամենաթեժ զարգացումներին առաջինը ծանոթանալու համար։ Շնորհակալություն դիտելու համար, սպասենք հաջորդ սերիաներին պարզելու այս արյունալի դրամայի հանգուցալուծումը։